Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում և գիծ տեսանյութ հրապարակել։ Փաշինյանը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումի ընթացքում մասնակցել է առաջնորդության խաչմերուկներում խորագրով քննարկմանը։ Հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկմանը վարչապետն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում իրավիճակին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորված է խաղաղություն, այն իրականություն է։ Այդ առումով Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահի անձնական ջանքերն ու ներդրումը։ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամի շրջանակներում։ Ծավալի իմաստով երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ընդգծումն է։ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ներկայիս 24-ամսյա ժամկետը կփոխարինվի 18-ամսյա ծառայությամբ։ Կհամահավասարեցվի բոլոր երեխաների ծննդյան համար տրվող միանվագ նպաստի չափը սահմանվելով 500,000 դրամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։ Հավելեց, ամենայն հավանականությամբ շուտով Ազգային ժողով կուղարկենք օրենքի նախագիծ, որով երրորդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկենք դարձնել մշտական նպաստ։